Այսօր պատրաստում ենք շատ համեղ և օգտակար բրոկոլիով լոշիկներ։ Սա հիանալի տարբերակ է թեթև նախաճաշի, ընթրիքի կամ առողջարար խորտիկների համար։ Լոշիկները ստացվում են փափուկ, բուրավետ և շատ ախորժելի։ Բրոկոլին ես չեմ խաշում, այլ պատրաստում եմ այս տարբերակով։ Այսպես պահպանում է իր ողջ վիտամինները և օգտակար հատկությունները։ Վրան լցնում ենք եռացրած ջուրը, ծածկում ենք և թողնում ենք 15-ից 20 րոպե։ Բրոկոլին լցնում ենք բլենդերի տարայի մեջ և բլենդում ենք։ Իսկ եթե չունեք բլենդեր, կարող եք աղալ մսաղացով կամ շատ մանր կտրատել։ Այս լոշիկները պատրաստելու համար մեզ ընդամենը պետք է 3 բաղադրիչ։ Այս նույն տարբերակով կարող եք պատրաստել նաև դդմիկով, դդումով և գազարով։ Գազարով տարբերակը կա իմ ալիքում։ Բոլոր տարբերակներն էլ շատ օգտակար և համեղ են ստացվում։ Ահա պետք է ստանանք այսպիսի խյուսի նման զանգված։ Քեչով անցկացնում ենք պանիրը և ավելացնում ենք բրոկոլիի վրա։ Այստեղ անգամ ալյուրի կարիք չի զգացվում։ Պատրաստում ենք առանց ալյուրի։ Ավելացնում ենք նաև հավկիթները, համեմում ենք աղով և սև պղպեղով և լավ խառնում ենք։ Կարող եք նաև ավելացնել ցանկացած տեսակի կանաչի, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Ես ևս մեկ հավկիթ ավելացրեցի, քանի որ մասան դեռ պինդ էր մնացել, և ավելացնում ենք սխտորը։ Լավ խառնում ենք և արդեն մեր մասան պատրաստ է, կարող ենք պատրաստել լոշիկները։ Շատ չենք խառնում, որպեսզի ավելորդ հեղուկ դուրս չգա։ Բրոկոլին լցնում ենք յուղաթղթի վրա և տալիս ենք շրջանի տեսք, հավասարաչափ այսպես տարածելով։ Լոշիկի չափը որոշում եք ինքներդ։ Բրոկոլին հարուստ է վիտամիններով, իսկ այս տարբերակով այն սիրում են նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար բրոկոլի չեն ուտում։ Ես պատրաստելու եմ ջեռոցում, կարող եք նաև պատրաստել տապակի մեջ։ Մի փոքր բուսայուղ եք քսում տապակին և լցնում եք մասան, տապակում եք երկու կողմից։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց և հելում ենք 200 աստիճան տակ 15-ից 20 րոպե։ Ահա և մեր համեղ ու առողջարար լոշիկները պատրաստ են։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Տեսեք, թե ինչքան հեշտ են դուրս գալիս յուղաթղթի վրայից։ Լոշիկները կարող եք ուտել հենց այդպես կամ մատուցել մածունի սոուսով, թթվասերի կամ սիրելի սոուսներով։ Իսկ միջուկը ընտրում եք ինքներդ։ Ահա տեսեք, թե ինչքան լավ է ստացվել, փափուկ, համեղ և գեղեցիկ։ Եթե սիրում եք առողջարար և հեշտ բաղադրատոմսեր, ապա անպայման փորձեք այս լոշիկները պատրաստել։ Վստահ եմ, որ շատ կհավանեք։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսպիսի համեղ և առողջարար բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Ես լոշիկները մատուցել եմ թթվասերով, պանրով և լոլիկով։ Ահա այսպես։ Տեսեք, թե ինչքան ախորժելի է ստացվում։ Կարող եք նաև սերուցքային պանրով մատուցել, այդպես էլ շատ համեղ է ստացվում։